Կարևոր է, սա շատ կարևոր է, որովհետև շատերը մտածում են, թե այո, քննիչները հենց այսպես կարող են վերցնել ու գործեր կարել, ոչ, այդպես չի կարող լինել, նրանք մի օր պատասխան են տալու օրենքի առաջ, այսինքն մայր օրենքը այսպես վերցնել եւ ոչնչացնել, բա մեր պետությունը ո՞նց է գոյատևում ընդհանրապես։ Այս է, պայքարել մինչև վերջ մենք չենք դադարել։ Կառավարությունը ինչ որ հետագա եկել ենք այստեղ, մենք նամակ չենք ան, ոստիկաներ կան, չէ, ավելի շատ Սակավաթիվ են մարդիկ։ Այնտեղ մի քիչ ավելի մարդաշատ էր, քան այստեղ։ Երեկոյան այսպես կարևորը բարձրաձայնումն է, 2 օր առաջ երկրից դուրս մի քաղաքում էի, 1 հոգի կանգնած ակցիա էր անում եւ այնքան մարդ եկավ, մոտեցավ, հարցրեց։ Կարևորը, որ մենք հիմա կարողանանք ասել. Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Քաթերդ հեռու մեր սրբությունների, այ անթասի։ Իսկ հարկան եք շարունակելու ձեր ակցիան։ Այստեղից արդեն մենք այստեղ կավարտենք, եկանք այստեղ էլ բարձրաձայնելու այս նույն պահանջները, այստեղ կավարտենք, բայց դա չի նշանակում, որ այսպիսով կավարտենք։ Միշտ լինում ենք մայր տաճարում, մեր սատարումը եւ լրատվամիջոցների միջոցով, եւ մեր ներկայությամբ, եւ մեր տարբեր ակցիաներով մենք այս ընթացքում հայտնում ենք ինչպես եւ շատ ու շատ բազմահազար միլիոնավոր հայություն, մենք ուզում ենք այսօր ես նաեւ Սփյուռքի հայերի անունից եմ այսօր այստեղ, ինձ զանգահարել, խնդրել եմ, որ իրենց անունից նաև ներկայանանք այստեղ ու ասենք, որ թույլ չենք տա, որ դուք ոչնչացնեք մեր ինքնությունը Էրդողանի ու Ալիևի պահանջով։ Մենք կանք լինելու ենք եւ շարունակելու ենք մնալ մեր գոյության, մեր ինքնության կողքին։ Եվ հիմա նորից ուզում ենք ասել, որ Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Օդում, ջրում, ցամաքում պայքարելու ենք։ Նշում եք, որ Սփյուռքի ներկայացուցիչների անունից եք նաև այստեղ իր վերջին ասուլիսում Զարե Սինանյանը հայտարարել էր, որ Սփյուռքի բնակիչները համաձայն են այն ամենի հետ, ինչը կատարվում է Հայաստանում։ Դուք ինչ կասեք, արդյոք դա այդպես է։ Զարե Սինանյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար Սփյուռքը դա այն 7-8 հոգին է, որ իրենք որ երկիր գնում են, դեսպանատունը այդ 7-8 հոգուն դեմ է տալիս եւ ասում է ահա սրանք։ Ես շատ ու շատ ընկերներ ունեմ, ովքեր նույնիսկ Բելգիայից եկել են Ֆրանսիա, որ տեսնեն Նիկոլ Փաշինյանին եւ ասեն այն, ինչ պիտի ասեն, իրեն չեն թույլ տվել մտնի այդ փոքրաթիվ հայերի հետ հանդիպմանը։ Զարե Սինանյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար հայ ժողովուրդը այստեղ իր 200 հոգանոց խմբակն է, իսկ Սփյուռքում այն 7-8 հոգի, ովքեր եւ մուծվում են այստեղ իրենց տարբեր հիմնադրամներին եւ կիսում են իրենց տեսակետները։ Սփյուռքը դա 10 միլիոն մեր արժանապատիվ հայությունն է, ովքեր տարիներ շարունակ տասնամյակներ շարունակ լուրջ ներդրումներ են արել Հայաստանում, Արցախում, Արցախ են շենացրել, Հայաստան են շենացրել, որպեսզի կարողանան արժանապատվորեն մտնեն այս երկիր ու դուրս գան։ Ցավոք մենք տեսնում ենք Արցախ չկա, իրենց թեթև ձեռքով, իսկ Հայաստանը ժամ առ ժամ քանդվում է։ Այսինքն ամեն դեպքում Սփյուռքի հայությունը դեմ է այստեղ կատարվողին։ Դուք երեք տեսակ Միացյալ Նահանգներում էր ակցիա, մի քանի օր առաջ Բելգիայից իմ ընկերներն էին ուղարկել, որ ակցիա կար, Ֆրանսիայում ակցիա կար, այո, ակցիաներ լինում են, գուցե մենք այնտեղ չենք, մեզ հասանելի չի լինում, այնտեղ իրենց սոցցանցերում են իրենք հրապարակում, բայց մենք տեսնում ենք, որ Սփյուռքում այսօր շատ վրդովված են, շատ նեղված են, որովհետև շատ լավ գիտեն, որ Սփյուռքի ու հայրենիքի կապող միակ միջոցը դա հայ առաքելական եկեղեցին է։ Ձեզ մի բան ասեմ, անձամբ են Սփյուռքից զանգել են եւ խնդրել են, որ հատկապես գնդերեցների սահմանափակումը բանակում
կոտրում է զինվորի կամքը եւ շատ են խնդրել, որ անպայման պայքարենք, որ զինվորին մենակ չթողնենք։ Գնդերեցները այնպես ուղակի չեն։ Գնդերեցը զինվորի ուժը, հավատքը անսասան պահողն է։ Ոչ թե Նիկոլը ու իր ողորմելի ոչնչություն հավաքված այդ ողորմելիները ուրիշ բառերով չեմ կարողանում ասեմ, այլ այն մարդիկ, ովքեր իրան գիտակցում են հայրենիքի կարևորությունը, այն զինվորը, ով որ աստը խաչակնքվում է կռիվ գնալուց, այդ ամեն մի զինվորի համար, որ անտեր են թողնում, իրանք պիտի պատասխան տան նաև։ Սփյուռքը այսօր ամբողջ հայությունն է հավաքել, այստեղ Հայաստանում մենք ինչքան ենք 2 միլիոն ենք, Իսկ 2 միլիոն էլ չկանք, բայց մենք 10 միլիոն ենք ամբողջ աշխարհում։ Եվ այսօր հայը մնացել է հայ մենակ հավատքով։ Իսկ այսօր ամենակարևորն է հարվածում։ Իսկ Սփյուռքը հայը չի պատկերացնում դրա կարևորությունը։ Նիկոլ Փաշինյան, հավատքը չի դատվում։ Նիկոլ Փաշինյան, հավատքը չի դատվում։ Նիկոլ Փաշինյան, հավատքը չի դատվում։ Ձերքերդ հերու եկեղեցուց, ձերքերդ հերու եկեղեցուց, ձերքերդ հերու եկեղեցուց։ Որքան էլ որ իշխանությունը ասի, որ սա արշավ չէ եկեղեցու դեմ, մենք դեռ 2 տարի առաջ տեսանք, թե ինչպես դպրոցներից ուղղակի հանվեց հայոց եկեղեցու պատմություն առարկան, ասեմ իդեպ մեր աշակերտները իմ տանն էլ ունեմ սովորող դպրոցական, շատ սիրով էր գնում այդ դասին, շատ լավ սովորում էր, նույնիսկ այդպես ստրես տարավ, երբ որ այդ առարկան հանվեց, առարկայի հանվելուց հետո այսպես քիչ խորացավ, հիվանդանոցներում չլինի այդ աղոթելու տեղը, բանակում չլինի, եկեղեցին սա այո արշավ է մեր ինքնության դեմ կրկնվում եմ եւ ուզում ենք բարձրաձայնել, որ ձեռքներդ հեռու մեր եկեղեցուց, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց, ձեռքերդ հեռու մեր եկեղեցուց։ Ես չեմ ջրում որ շուտով Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իր դիվական հաճույքը ստանա, պարտադրի իրան հպատակ իշխանության ներկայացուցիչներին, բարձր պաշտոն զբաղեցնող աշխատողներին, որոնք հակաքրիստոնյա քայլերով ապացուցեն, որ իրանք սատանային տուրք են տալիս, հետո նոր աշխատանք ունենան։ Նեռը հենց այդպես է լինում։ Պարտադիր նեռը պոզով պոչով չի լինում։ Նեռի իրական զավակը հենց այնտեղ նստած է։ Ով գիտի, կարող է հենց ինքն էլ նեռն է։ Շնորհակալ եմ ձեզ մեր ձայնը լսելի դարձնելու համար, շատ շնորհակալ եմ։ Այո։